Բարի երեկո։ Հանդիպում ենք նույն տեղը, նույն ժամին ամեն ուրբաթ հակակոռուպցիոն հարթակում եւ այս հարթակում մենք խոսում ենք բոլոր ներկայացնում ենք հանրությանը բոլոր այն ավարտված քրեական վարույթները, որոնք արդեն հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել են եւ ուղարկվել են դատարան։ Ես կարծում եմ սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք բոլորս պետքա դեմքով ճանաչենք մեր երկիրի թալանած մեր հանրային ֆոնդերը լափած անձնավորություններին, այն անձանց, որոնք հարստահարել են ժողովրդին եւ մեր հարկերով կամ մեր երկրի բարձր ղեկավարության ամենաթողությամբ դարձել են միլիոնատերեր, բայց հոգով աղքատ մարդիկ։ Այսօր խոսքը գնալու է բոլորի համար շատ ծանոթ Գագիկ Խաչատրյան and Company, այսինքն Գագիկ Խաչատրյան իր տղաներ, իր ազգականներ, բարեկամներ, փոխկապակցված անձիկ, ասեմ հաճույք չի պատճառում վերջինիս մասին անընդմեջ զրուցելը, որտեղ մենք ներկայացնում ենք Գագիկ Խաչատրյանին ոչ միայն հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործերի շրջանակներում, այլև ներկայացնում ենք այն ինֆորմացիաները, որոնք չգիտես ինչու դուրս են մնացել իրավապահների ուշադրությունից։ Ասեմ, որ սույն գործը նախաձեռնվել է 23 թվականին եւ նորից ավարտ է հասել հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարության օրոք, որը բավականին հուսադրող է մեր համար, որ հնարավոր է հակակոռուպցիոն կոմիտեում գոնե հասնել ու հուսանք հասնել արդարության։ Եվ նորից եմ բոլորին կոչ անում, որպեսզի եթե հանդիպում եք կոռուպցիայի, որին հանդիպում եք ինձ թվում է առավոտ, գիշեր, ցերեկ 24/7-ի կոռուպցիոն ձեր իմացած տվյալները հայտնեք հակակոռուպցիոն կոմիտե, ի վերջո մեր հարկերով պահվող կառույց է, որպեսզի իրենք աշխատեն։ Հիմա անցնենք մեր բուն թեմային, նորից եմ կրկնում, սույն վարույթը եւս նախկինում նախաձեռնված վարույթ է, որ միայն նոր է հասել ավարտին։ Իմ համար գիտեք ինչն է շատ տարօրինակ, ես որևէ մեկի գովքը չեմ անում, ուղղակի ինձ հետաքրքիր է, էլի հակակոռուպցիոն կոմիտեն ոնց է ստացվել, որ 17 թվին, 18 թվին, չգիտեմ, 19 թվին, 7 տարի, 8 տարի, 4 տարի, 5 տարի տևող վարույթներ, չգիտես ինչի, այս տարի մի քանի ամսվա մեջ հասնում են իրենց տրամաբանական ավարտին։ Արդյոք մինչև այդ հակակոռուպցիոն կոմիտեում եղել են կոռուպցիոն ռիսկեր, կամ չի եղել քաղաքական կամք, մի հատ այս առեղծվածը ես ուզում եմ, որ որևէ մեկը ինձ կարողանա բացատրել։ Սույն գործը շատ հետաքրքիր է, վերաբերում է բոլորիս համար շատ ծանոթ Սանտա Ֆե սրճարանին եւ Սանտա Ֆե սրճարանի հողին, որի վրա գտնվել է այդ սրճարանը եւ հերթական մեքենայություններին, որ կատարվել է այդ հողում։ Այսինքն Խաչատրյան Գագոյի ընտանիքի կամ Խաչատրյան Գագոյի հետ փոխկապակցված անձանց մասին խոսելուց առանց որոշակի մեքենայությունների իրար վրա ձևակերպելու, յուրացնելու, սեփականաշնորհելու հնարավոր չի։ Սա, գիտեք, իմ համար անհասկանալի մոլուցք է, ագահության մոլուցք է, ու հիմնականում դա դրսևորվում է ոչ Երևան քաղաքում ծնված մարդկանց մեջ, ու կարող է բացառություններ կան, բայց բոլորը շրջաններից, հեռավոր շրջաններից եկած անձնավորություններ են, որ երևի փոքր տարիքում երազել են գալ Երևան, թեկուզ կրկես մի հատ տրուբչկա ուտելու, ու երբ որ իրանք եկել են Երևան, հասել են բարձր պաշտոնի Հայաստանում, միանգամից որոշել են իրանց երազանքների քաղաք Երևանը սեփականաշնորհել։ Այս այն մարդիկ են, որոնք չեն սիրում մեր քաղաքը։ Մեր քաղաքը չեն սիրում, դրա համար մեր քաղաքը այսօր շին հրապարակի է վերածվել, թամանյանական Երևանը վերածվել է շին հրապարակի, ուղակի շենքեր եւ այդ ամեն ինչը ըստի սկսեց Նաիրի Սարգսյանի եւ Քոչարյանի տանդեմից, որ բացառապես մեկ էր, թե Երևանը ինչ տեսք ունենա, կարևորը բնակելի շենքեր լինեն, բնակելի շենքերով փող լվացվեն, բնակելի շենքերով գումարներ աշխատվեն եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս Գագիկ Խաչատրյանի անունը լսելիս կապում ենք այդ շենքերի հետ, մենք չգիտեմ ով է ճանաչում, ով չէ, Ամիրխանյան Համլետի գործը, դա էլ շուտով կներկայացնենք այդ նամակը, որ մարդը գրել էր մոնստրի մասին եւ կմանրամասնենք այդ ամեն ինչ։ Այսինքն բոլոր ամբողջ հանցագործությունները, չգիտես ինչի, կատարվում են Երևան քաղաքի կենտրոնի շուրջ մասնավորապես, որ չտես մարդիկ, դա վերաբերում է նաեւ հիմա Արցախից բռնագաղթվածների
մի փոքր խմբի, որ չգիտես ինչի եկել են մեր քաղաք Եվ այս քաղաքը որոշել են սեփականաշնորհել եւ Գագիկ Խաչատրյանը վատ ճաշակ չունի եւ իր թիմակիցները իր, չգիտեմ, հետ փոխկապակցված անձիկ եւ Սանտա-Ֆեն դա հենց Երևանի սրտում է գտնվում, որոշել են, որ պարտադիր այդտեղ պետք է ունենան սեփականություն, ինչին աջակցել են քաղաքապետարանի եւ կադաստրի աշխատակից, որոնց եւ մեղսագրվում են արարքներ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր բան կա, մենք այստեղ խոսելու ենք այսօր ոչ թե մենակ իր որդիների կամ իրանց ունեցվածքի մասին, այլ իմ համար մի հատ անհասկանալի դրվագով, որ այսօր մեղադրանք առաջադրվել, հա, մեղսագրվում է Արարգայանը Հրանդիկի Մեժլումյանին, ես չեմ պատվի Մեժլումյանին որը աշխատել է Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնն է զբաղացրել եւ մյուսը վերաբերում է Արսեն Ամյանին, որը զբաղացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։ Եվ հիմա նայեք, այս երկու անձնավորություններին ինչա մեղսագրվում, որ վերջիներս դրդված են եղել իրենց անձնական շահագրգռվածության խմբային շահ, չարաշահել են պաշտոնական լիազորությունները եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ինձ մի բան է հետաքրքիր, սրանք իրանք դրդվել են, թե իրանք ինչ որ դրդիչ ա եղել, բրդիչ ա եղել, ինչ որ մեկը դրդելա, որ այս հանցագործությունը կատարեն այս պաշտոնատար անձիկ կամ խմբային շահի մասին երբ որ խոսքը գնում է, ուզում եմ հասկանամ, ինչ խմբային շահ ա եղել։ Արդյոք իրանք ուղղակի առավոտյան այս Հրանդիկի աղջիկ Գայանեն եւ Արսեն Ամյանը արտնացել են ու որոշել են, որ Սանտա-Ֆեն տակը գտնվող հողը պետքա սեփականաշնորհվի Գագիկ Խաչատրյանի տղաների անունով։ Այսինքն, եթե այստեղ կոռուպցիոն ռիսկեր են եղել, մենք պետք է հասկանանք նաեւ թե կոռուպցիայի մյուս մասնակիցներն ով են եղել, զանգ ա եղել, կենակցել ա եղել, չգիտեմ, ծեծել ա եղել, փող տալ ա եղել, թե անգրագետ են, որը եւս կոռուպցիա է, բայց այնքան անգրագետ են, որ Մեժլումյան Գայանեն ու Արսեն Ամյանը, հա, ենթադրենք առավոտ զարթնել են, հիշել են, որ իրանք գրագիտություն չունեն ու ասել են շուտ այդ Սանտա-Ֆեի տակի հողը ձևակերպեն Գագիկ Խաչատրյանի տղաների անունով, որտեղ ամենաարժանին իրանք են Երևան քաղաքում, այլ երևանցի բնակիչ չկա։ Այսինքն դուք հասկանում եք, այս մարդիկ ամեն ինչ սեփականաշնորհել են, որ մենք ուղղակի լինենք վարձու ապրողներ, հա, ապրիորի, իրանց սեփական տարածքներում մենք սկի չենք էլ իմացել, թե ինչա կատարվում։ Եվ այս առումով ես ուզում եմ մի փոքր նախապատմությունը պատմեմ այդ Սանտա-Ֆեի, իդեպ այդ Սանտա-Ֆեի հետ կապված ամբողջ խոսակցությունը վերաբերում է Ֆոտոմաստեր ՍՊ-ին, չմոռանամ ասեմ, որ 1998 թվականին է ստեղծվել Ֆոտոմաստեր ՍՊ-ն, բայց իհարկե ապօրինությունները սկսվում են, երբ որ 2014 թվականին մոնստերը սենց մտնում են բոլոր տեղերը, իրանց սենց թաթիկներով մտնում են ամեն ինչի մեջ։ Չնայած 2004 թվականին Ռոման Խաչատրյան Արամ Ես վստահաբար չեմ կարող ասել, բայց կարծում եմ այդ նույն Խաչատրյան Արամն է, որ Խաչատրյան Գագիկի եղբորորդին է եւ Ապերոն ՍՊ-ի հիմնադիրն է եղել եւ սեփականատերը, որովհետեւ տենց պատահականություններ չեն լինում, նամանավանդ որ սա էլ բնակվել է Եղվարդ Երևանյան փողոց հասցեով, իսկ հիմա կխնդրեմ ցույց տան, ասենք մենք սրան անդրադառնալու ենք անպայման գույքերին, Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, որ 128, հա, 129 գույք ունեն, այս մեկը քիչ ունի, սրան քիչ է սիրում, սրան շատ է սիրում երևի թե, սրանց գույքերի մեջ անընդմեջ կրկնվում է այդ նույն Եղվարդը եւ տարատեսակ հաստեներ։ Չեմ կարող ասել ես Արամ Խաչատրյանը վերջիններիս ինչ բարեկամ ա եղել, բայց ինչեւ է, այսքանը շատ կարեւոր չի, որտեվ սրանք բոլորը նույն հոգեբանությամբ են եղել, թե Արցախի ներդրումային հիմնադրամ թալանածները, թե մեր Երևանը թալանածները, թե պետական եկամուտների կոմիտեն, որպես սեփական գրպանի եկամուտների կոմիտե ընդունած այս սուբյեկտը, որը միշտ վատառողջ է, չգիտես ինչի չի լավանում այդքան գումարների մեջ։
Այս սուբյեկտին իրականում շատ ենք անդրադարձել եւ շատ էլ անդրադառնալու ենք, որտեվ սրանք արդեն ամեն ինչից պրծել են, հիմա էլ որոշել են կենտրոնը կերել են, էս կերել են, Եղվարդը վերցրել են, վերցրել են, խրոնոգրաֆը վերցրել են, Հյուսիսային պողոտան վերցրել են, Տերյանը վերցրել, հիմա էլ հասել են Դեմիրճան։ Իրանց մյուս փող կապակցված Սերոփիկի հետ միասին այնտեղ են ուզում փող լվանալ, որը ես բնականաբար թույլ չեմ տալու, որտեվ եթե տենց լվալ սիրում են, ասենք լվացկատան տեղը կարող ենք իրենց տալ մեր հագուստները լվան, առանց հետո ոնց որ լվացկատան սերել ունեն։ Ինչևէ, նայեք ինչա տեղի ունեցել 2000 թվականին նոյեմբերի 14-ին որոշում է կայացվում Բաղրամյան, Մաշտոց եւ Մոսկովյանի միջև ընկած պուրակը 25 տարով հանձնել Ֆոտոմաստեր ՍՊ-ին, թե ինչ է այս որոշումը ընդունվել չեմ կարող ասել 2000 թվականին, ով որոշում ընդունել է, ինքն էլ պետքա պատասխան տա, որտեղ մեր օլիգարխները պուրակատյաց են, ծառատյաց են, խոտատյաց են, որտեղ երևի դա իրենց հիշացնում է իրենց ծնված գյուղերը, իսկ իրանք որոշել են, որ պետք է ապրեն մեգապոլիսում, որտեղ շենքեր, կաֆե, ժամացույցի խանութ, այսինքն սրանք որտեղ ծառ թուփ տենում են, կտրում են, որ հանգարց իրանց գեղի անցյալը չի շեն, որտեղ ընդեղ եղել է ծառ թուփ, ընդեղ Սանտաֆեներ ու բարձրարկ շենքեր չի եղել։ Սա թող արդեն նախաքննության մարմինը պետքա պարզեր, թե ինչն է դրթել, որ այդ պուրակը տրվի Ֆոտոմաստեր ՍՊ-ին։ Սակայն 2000 թվականին, երբ որ պայմանագիր է կնքվում, նորից նշեցի նոյեմբեր ամսին, պայմանագիր է կնքվում վարձակալ կազմակերպության հետ, այդ Ֆոտոմաստեր ՍՊ-ի հետ, պայմանագրի մեջ հստակ նշում է, որ որևէ, այսինքն վարձակալը, որևէ իրավունքներ բացի վարձակալության իրավունքից հողի նկատմամբ ձեռք չի բերում, եթե նույնիսկ ինքը բարելավումներ անում եւ այլն, պայմանագրի ավարտին հողը պետքա վերադառնա Հայաստանի Հանրապետությանը, որտեղ Հայաստանի Հանրապետությունից է վարձով վերցվել։ Եվ 2000 թվականի նոյեմբերին այդ պայմանագիրը կնքելուց հետո փետրվարին 2001 թվականին մեկ այլ պայմանագիր կնքվում է նաև քաղաքապետարանի կանաչապատում ՓԲ-ի հետ 4668 քառակուսի Երևան քաղաքի սրտում ուղակի 25 տարով տալիս են Ֆոտոմաստեր ՍՊ-ին։ Այստեղ էլ պետք է հասկանալ այս Ֆոտոմաստեր ՍՊ-ն ինչ էր անելու Երևան քաղաքի կենտրոնով անցնողների նկարելու, ինչ էր անելու, այսինքն այդ պուրակը գոնե մի հատ փոքր կանաչ օազիս կարող էր մնալ, բայց ինչևէ։ Եվ դրանից հետո, այն որ ասում է պատմությունը լռում է, միակ բանը այն ա եղել, որ 2004 թվականին այդ Խաչատրյան Արամը հայտնվել, էլի եմ ասում, վստահաբար չեմ կարող ասել, բայց առերևույթ դա Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է։ Ամբողջ պատմությունը ավետարանը սկսվում է 2014 թվականից, որտեղ այս մարդիկ մուտք են գործում, այնտեղ պարտադիր պետք է լինի հանցագործություն։ Այսինքն այս մարդիկ իրանց կարգել են Երևան քաղաքի ընդհանրապես Հայաստանի տերերը, բայց մեկ էլ հարցնող, ասենք, ով եք դուք կամ ով եք եղել դուք, եւ այս հարցնողը պիտի ոչ թե ես լինեի, այլ պետք է վաղուց գլխավոր դատախազությունը լիներ, շատ վաղուց, լիներ քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, որը եթե ուրեմն 23 թվականին չնախաձեռնվեր, մինչև այդ իրանք այն գիտեք ճապոնական երեք կապիկների արձանները կա, չէ, որ ոչ տեսնում են, ոչ լսում են, ոնց կարելի է, էլի, այդ ամեն ինչը, գիտեք ինչ, քաղաքի ծայրամասում չեղե, որ ասես երկրի գլխավոր դատախազը քաղաքի ծայրամասերով չի գնում, քննչական կոմիտեն չի գնում, չգիտեմ հակակոռուպցիոն կոմիտեն չէր գնում, ասենք Սասունը Խաչատրյան երևի օթով էր տուն գնում, այդտեղով չէին անցնում։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ինչ է նշանակում հաղորդում հանցագործության մասին տալ նոր ինքնին այս մարդկանց գոյությունը արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին, եթե սրանք կան մեր հասարակության մեջ, սրանք քայլող հաղորդումներ են հանցագործության մասին։ Արդյոք ես պետքա տամ հաղորդում հանցագործության մասին, թե որտեղից Խաչատրյան Գագիկի որդիներին, Ամասյացի Գագիկի որդիներին, Ամասյայից, հեռավոր Ամասյայից եկած 129 գույք, այդ ես էլ ՍՊ-ները չեմ ասում, գույք Երևան քաղաքում եւ Եղվարդում, ասենք հետաքրքիր է որևէ մեկը բացի սրանցից ունի, հա, մեկի որդին 1.88 բան, այս գույք ունի, սրա մասին հաղորդում տալ պետք չի։ Սրանք
քայլող հաղորդումներ են։ Դրա համար գոյություն իրավապահ համակարգ։ Այդ Սանտա Ֆե կաֆեի մոտով ոչ մեկ չեր անցել, ոչ ԱԱԾ-ից, որ ՊՊՑ-ից, մնացած ոչ մի տեղից մարդ չեր անցել 2014 թվականից։ Ինչևէ, այս ամբողջ պատմությունը, պիղծ պատմությունը սկսվում է 2014 թվականից, երբ խնդրում եմ մի հատ ցույց տակ, երբ այս երկու սուբյեկտը Մատ շատ ուշադիր ամսացվերը նայեք, էլի 2014 թվականի օգոստոսի 4-ի, մի րոպե, չէ, 2014 թվականի հուլիսի 8-ից այս երկու սուբյեկտը, երկու եղբայրները դառնում են Ֆոտոմաստեր ՍՊ-ի մասնակիցներ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները։ Մի հատ նայեք, հուլիսին դառնում են, հուլիսի 8-ին 2014 թվականի։ Եվ մի անգամից նույնիսկ մի ամիս չի տևում, հա, մի ամսից մի քիչ պակաս, օգոստոսի 4-ին, այսինքն հուլիսի 8, օգոստոսի 4, Ֆոտոմաստեր ՍՊ-ին տրվում է շինթույլտվություն ստորգետնյա սրճարաններ տաղավարների կառուցման համար։ Շատ հետաքրքիր է, չէ՞, ստացվում։ Այսինքն սրանք սենց պարադնի մուտք են գործում ու միանգամից այդ շինթույլտվությունը ստանում։ Բայց սրանով չի ավարտվում ամբողջ էպոպեան։ Ես հիմա ձեզ մանրամասը ներկայացնեմ, թե ոնց են մեր քաղաքը սեփականաշնորհում։ Սա կոռուպցիայի անթոլոգիա է, թե ոնց է պետք սեփականաշնորհել քաղաք, որը չեն սիրում, որին նայում են որպես բիզնես պրոյեկտ, սրանք այս Խաչատրյանների ընտանիքը Երևանը նայում են որպես բիզնես պրոյեկտ, փող լվալու, փող աշխատելու, նորակառույցների տերերին Ամիրխանյան Համլետ բան տարատեսակ խնդիրներ ստեղծելու։ Մենք դրա մասին մանրամասն խոսելու ենք դեռ։ Գնացեք ձեր ամասային, կուզեք խրանոգրով բացեք, կուզեք Սանտա Ֆե, կուզեք Սանտա Բարբարա նկարեք, մեջը բոլորը գլավնի խրալախ նկարը անվեք, ինչ ուզում եք արեք, կուզեք ձեր սերոպիկի թուրքական ապրանքները տարեք, ընդեղ բացեք Սելիո, Մելիո, Օկայդի, արեք էլի։ Մի հատ ազգային ժողովի պուճուր, պսևդո ազգային ժողովի շենք բացեք, դրա դիմաանունը գրեք Դեմիրճան փողոց, կողքը ուզեք փող լվանալ, ինչ չեք անում ձեր գեղում, ինչ եք ուզում դուք այս քաղաքից։ Ու ամենանողկալին էնա, որ քաղաքապետարանի աշխատակիցները, այսինքն քաղաքապետարանը լծվել է Խաչատրյան Գագիկի շահերի պաշտպանության։ Հիմա նայեք, ես նորից նշում եմ, որ 14 թվականին այս երկու եղբայրները դառնում են Սանտա Ֆեի սեփականատերերը, ամեն մեկը հավասար փայաբաժնով 50-50%-ով։ Եվ դրանից հետո սկսվում է այս ամբողջ պատմությունը։ 17 թվականին, ուշադիր լսեք, առաջի պայմանագիրը, եթե հիշում եք, եղել էր 2000 թվականին, Ֆոտոմաստեր ՍՊ-ի հետ 25 տարով։ Դեռ 25 տարին չլրացած Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվում է որոշում, որով Արսեն Ամյանը, իսկ ով է Արսեն Ամյանը, ասենք Արսեն Ամյանը Երևանի նորից եմ, նա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ, ճանաչել դեմքով մեր Երևան քաղաքի հողը ծախողին, սրտի մեջ Երևանի, որը չէր կարելի վաճառել օրենքով նախատեսված կարգով, կա 60 հոդված, բայց Արսեն Ամյանը սամ ցար Խաչատրյան Գագիկ սկազալ, թե այնտեղ ինչեր է եղել, ստեղից ես չեմ տեսնում, բայց երևի թե հարությունը պիտի պահանջի հասկանանք, այս Ամյանը, եթե գնար Պողոսյան Պողոսը, ես իմ ընդ Գրիշան, արդյոք Սանտա Ֆեի տարածքը կտային թե չէ այդ պայմաններով, ոչ։ Ուրեմն կա որոշակի մոտիվացիա, այդ մոտիվացիան պետք է պարզվի, քանի կիլո է, ինչ արժի մոտիվացիան, ընդհանրապես էլի, կարող ստեղել այն Սիլվա, չգիտեմ ինչ անեն, որ Սաղոր Սերժին կաշառք է տալի, մի 20 կիլո էլ փող բերես տեղատվե, ես չգիտեմ, սա պետք է պարզվի։ Ուրեմն 17 թվականի Երևանի քաղաքապետի կողմից լիազորվում է այս Արսեն Ամյանը, որը լիազորվում է հանդես գալ Երևանի քաղաքապետարանի անունից, իսկ Երևանի քաղաքապետարանը դա մեր քաղաքի ղեկավարող մարմինն է, այսինքն չասեցինք, որ քաղաքապետ լիազորագրեր պետք է սենց շաբաշ տաս, որ Երևան քաղաքի կենտրոնը վաճառվի, իսկ կենտրոնը ուղղակի չի վաճառվում, բոլորս գիտենք, նես ջուր Ամերիկա եմ ես բացում։ Եվ հանդես է գալիս այդ Ֆոտոմաստեր
ՍՊ-ի հետ կնքված պայմանագիրը լուծելու համար, բայց հիմա նայեք ինչի, հիմա կասեք հա դե ինչ ավելի լավ Գագոյի տղաներն էին գնաց լուծեց, ոչ, նույն օրը հենց նույն նայեք 16-ը փետրվարի 2017 թիվ լուծվում է պայմանագիրը ֆոտոմաստերի հետ եւ նույն օրը երևի րոպեներ անց կնքվում է առանց մրցույթի հողամասի վարձակալության մեկ այլ պայմանագիր ֆոտոմաստեր ՍՊ-ի հետ եւ ինչի է սա կատարվում ես հիմա ցես բացատրեմ հենա կար էլի պայմանագիր էլ ինչ պարտադիր էր որ այդ պայմանագիրը լուծվի ասեմ եւ պայմանագիրը լուծելուց հետո մեկ այլ պայմաններով է պայմանագիրը կնքում եւ ֆոտոմաստեր ՍՊ-ի համար ստեղծում են արտոնյալ պայմաններ եւ օրենսդրության կոպիտ խախտումներով ստորգետնյա շինությունների նկատմամբ որպեսզի գրանցվեն ընկերության սեփականության իրավունք եթե դուք հիշում եք 2000 թվին ասեցինք պայմանագիրեր կնքեն որտեղ գրված էր որ վարձակալը ցանկացած իր հաշվին կատարված բարեփոխումների բարեկարգումներից հետո միևնույն է 25 տարի հետո հողը պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը բայց տեսեք Արսեն դու Արսեն Ամյան դու Ամյան ինքը որոշման Խաչատրյան Գագոյի որդիների հետ պետքա լուծի պայմանագիրը նույն օրը կնքի պայմանագիր ստեղի մոտ հարց է ծագում ինչի չեն սրա համար պատասխան տալիս եւ քաղաքապետը բան այդ Արսեն Ամյանը ինքը տենց իրա տենց ինքը չորոշեց էլ ես չեմ էլ ճանաչում սրան չի էլ հետաքրքրում սրանց գնդակը հարելն է քիչ որովհետեւ մեր քաղաքը Սրանք երևի տեղյակ չեն Արգիշտի Մենուաբանովուն որդին ա եղել ոնց Էրեբունի Երևան իրանց համար էլ եմ ասում սա փող աշխատելու տեղ է բոյախանի կարասնա ձեռները գցում փող են վերցնում հիմա նա պետքա ընդհանրապես հասկանալ էս Արսեն Ամյանը ինչ ա վերցրել դրա տեղը բնամթերքով ա վերցրել փողով ա վերցրել զանգով ա վերցրել տգիտության ինչ ա վերցրել տեղը ինչի ա արել դա ում լավագույն շահից է ելել, որ եթե լավը ջանդամը իրանց հետ սրանք վարձակալության են վերցրած եղել քաղաքի սիրտը պուրակը կտրել կաֆե են սարքել։ Բայց ինչն է իրան դրթել, որ նույն օրը լուծի պայմանագիր։ Նա պատկերացրեք դուք սրանց տգիտության չափը։ Նույն օրը եւ նույն օրը պայմանագիր կնքեն արդեն առավել լավ եւ արտոնյալ պայմաններով, որպեսզի Խաչատրյան Գագոյի ցարի ժառանգները կարողանան Երևան քաղաքի կենտրոնը սեփականաշնորհել։ Հիմա ես ուզում եմ ավելի մանրակրկիտ ձեզ ասեմ։ Ուրեմն ֆոտոմաստեր ընկերության համար ստեղծել են արտոնյալ պայմաններ եւ օրենսդրության կոպիտ խախտումներով ստորգետնյա շինությունների նկատմամբ գրանցել են ընկերության սեփականության իրավունքը, այսինքն այն նախկին պայմանագրով իրանք հնարավոր չէր որ կարողանային անեին։ Սրա վերաբերյալ մենակ 2023 թվականին կենտրոն եւ նորք մարաշրջանների դատախազությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին հակակոռուպցիոն կոմիտե։ Ստեղ մի բան է էլի հետաքրքիր։ Բոլորը որտեղով անցնում են, ոչ մեկ էս թեմայից տեղյակ չէր, այսինքն պիտի դատախազությունը ներկայացներ հաղորդում եւ ամենահետաքրքիրը 23 թվականից մինչեւ այս տարի որ ղեկավարությունն է փոխվել հակակոռուպցիոն կոմիտեում, ինչ էր քննվում։ Ես այդ Խաչատրյան Սասունի օրոք Ոչ իման չտեսա, որ քննվեց եկավ հասավ իրը ավարտին, բացի մանր մուներ ընդ 5 դրամ 4 լումա բան կաշառք վերցրած մարդկանցից։ Ստեղ ինչն ա եղել։ Սրա ում ինչ ա տվել։ Հա, ես ունեմ հիմնավոր կասկածներ։ Ինչ էր եղել, որ 2 տարի այս գործը չէր կարողանում քննվել, տենց բարդ էր 2 հատ քաղաքապետարանի պայմանագիր ու որոշում սես դնել իրար կողք, աչ ձախ, բալանսի գիծը քաշել, տեսնել որտեղ է պլյուսը, որտեղ է մինուսը։ Հիմա դուք նայեք, սրա մասին մենք խոսացինք, եւ հիմա նայեք ինչի մասին է խոսքը։ Այդ նույն օրը կնքված պայմանագրով 3923 54 քառակուսի մետր հողամասի վերաբերյալ նոր կնքված պայմանագրով փաստացի վարձակալին հնարավորություն է տրվում կառուցապատողին, որ ինքը սեփականաշնորհի եւ 23-ը 03-2017 թիվ նայեք, այսինքն մի ամիս հետո 16-02 նայեք, փետրվարի 16-ին պայմանագիրը լուծվում է, փետրվարի 16-ին նորից պայմանագիր է կնքվում եւ մեկ էլ ոչ մի ամիս հետո շինարարությունն ավարտվում է, տաղավարների ստորգետնյա շինության ավարտվում է, տալիս է ավարտական ակտ, այսինքն շահագործելու թույլտվություն,
Ցույց պատկերացնեք մի ամսվա մեջ այդ ամեն ինչը կատարվում է։ Եվ ֆոտոմասեր ՍՊ-ի վարձակալության իրավունքը նույն օրը 1737 քառակուսիմետր ստորգետնյա շինությունների նկատմամբ դրանցում է որպես սեփականության իրավունք։ Այսինքն այս ամբողջ ես որ ասում եմ, սրանք մարդ չեն, սրանք մատնոց պտտացնողներ են, շատ կուլտուրական ասեմ, sense պտտացնում բոլորին հոգնածնում են, մեկ է տենում ես քաղաքի սեփականության վկայականը արդեն վերցրել են։ Ես չեմ զարմանա, որ վաղը պարզվի, որ մենք բոլորս ենք վարձով ապրում, որովհետև իրանք բոլորը առել են, ինչ որ կա չկա։ Բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Այդ տարածքի նկատմամբ տարածքի սեփականաշնորհումը կատարվել է կոպիտ խախտումներով, կոպտագույն, դե որտեղ Խաչատրյան Գագոյի տղաներն են, բա ինչագույն խախտումներ պետք է լինի։ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հենց այդ որոշման համաձայն Մոսկովյան 29/4 հասցեում, որ սեփականաշնորհվում է այդ հողամասը, 3923 քառակուսիմետր մակերեսով հողամասը ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։ Սրանց համար ոչ հողային օրենսգրքի սահմանափակում կա, ոչ կարմիր գրքի կենթանիներ կան, մեկը վեկալում է կարմիր գրքում իշկա չկա տան միրատունն է պահում, սրանք օրենսգրքով արգելված հողն են սեփականաշնորհում, вообще սրանց բոլորին է պետք կարմիր գրքում դնել ու ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսին չի կարելի լինել, ինչն է հանցագործություն, ոչ թե կոնկրետ երկրի, այլ մարդկության դեմ։ Եվ 17 թվականի ապրիլի 12-ին այս փաստաթղթերը բնականաբար սեփականաշնորհման համար պետք է կադաստրի վկայական ստանան, տալիս են կադաստր, այ որտեղ էլ հայտնվում է Հրանդիկի աղջիկը, ինչ էր դրա անունը, Գայանե Հրանդիկի Մեժլումյանը։ Հիմա հետաքրքիր է, Գայանե Հրանդիկի, Հրանդը Մեժլումյանը ինչ կապ ունի Ամասյայի հետ, ինչ կապ ունի Արսեն Ամյանի հետ, ինչ կապ ունի, կամ ինչով են շահագրգռել, առավոտը տարել են կոֆի պաստել են տվել ու ինքը մի անգամ վազելով եկել է ռեգիստր, ասել է ես սա պետքա սեփականաշնորհեմ Խաչատրյան Գագիկի տղաների համար, այս ամբողջ գործում իմ համար մութ մնաց, թե այդ անձնական շահադիտական նպատակը, խմբային շահը, եթե խմբային սրանք ՕՊԳ են, էլի, սրանք օրգանիզովանի պրեստուպնիկ գրուպիրովկա են, կոտորվեցինք էլի սրանից խոսալով, երբ է սրա եղած չեղածը վերջանալու, անցնենք մնացած կոռուպցիոներներին, նրանք նեղացել են, ասում են սա Խաչատրյան Գագոյից է խոսում, բա մենք չես կարող ասես, որ Խաչատրյան Գագոն կրակի ու ջրի մասին է, որ նրանց կարելի է անverջ նայել, սրանց ունեցվածքից կարելի է անverջ խոսել, անverջ։ Ու հələ ինչ-ինչ հանցագործություններ կա, երբ որ տեսնում են, որ Խաչատրյան Գագոյի մասին բարձրաձայնում ենք, էլ Նիդերլանդներից, էլ Հոլանդից, էլ Ամերիկայից, նամակա, որ ստանում ենք, ոչ թե որ լավ է կարել, այլ փաստերով, ով ինքնասպանություն գործեց, ում դրդեցին սրանք ինքնասպանության, ումից ինչ խլեցին։ Լավ, ձեզ ինչքան ժամանակ է պետք, իրավապահ համակարգ, սրանց տարեք, փագեք, մեկուսացրեք, 128-ը 9 գույք ունեն, տվեք կարիքավորներին, Մազմանյանի վրա վթարային շենքեր կա, Արցախից մարդիկ եկել են ապրելու տեղ չունեն, մի 8 տարի էլ կարող է սրանց գործերը քննվի։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է, այս Գայանե Հրանդիկի աղջիկ Գայանե Մեժլումյանը, տվյալ շինության վերաբերյալ կատարում է իրավունքների պետական գրանցում, օրենքի խախտմամբ, այսինքն սրանք դառնում են քաղաքի կենտրոնում այդ հատվածի սեփականատերը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ եւ ժողովուրդը ցավոք չկարողացանք Հրանդիկի աղջկա նկարը գտնել, բայց երևի թե Հրանդիկի աղջկան կամ իրանց գյուղում կամ չգիտեմ որտեղ ճանաչողներ կլինեն, ես ուզում եմ հասկանամ, սա ինչքան է շարունակվելու։ Հիմա եթե ամեն գույքից հետո, ասենք Սանտաֆեով մի գործ քննվի, Տերյան փողոցով մի գործ, Հյուսիսային պողոտայով մի գործ քննվի, դուք պատկերացնեք սրանց գույքերն այնքան շատ են, 120 տարի է պետք լինելու, որ Խաչատրյան Գագոյի կլանի գործերը քննվի։ Այսինքն սա անհնարին է այլևս դառել։
Այս մարդկանց շուտափույթ մեկուսացրեք իրանց հետ փոխկապակցված բոլոր անձնավորություններին, մենք արդեն կոտորվեցինք երևի հիմա սկսենք ամեն մեկի մասին առանձին հաղորդում տալ հանցագործության մասին, սրանք իծնե հանցավոր ձգտումներ ունեն, թողեք հանգիստ ապրենք մենք, թողեք մենք մեր քաղաքում շնչենք, Այս ինչ է կատարվում, ոնց կարող է երկու, ես չգիտեմ, 30-ն, 20-ն, 14 տարեկան են, ինչ են, երկու տղան ունենա 129 գույք, Սանտաֆեն է սեփականաշնորհեն, դուք ինչ գործ ունեք մեր քաղաքի կենտրոնի հետ, գնացեք Ամասիայում, գյուղապետարանի կողքը մի ծամոնի բուտկա դրեք, ու երկուսով սեփականաշնորհեք նստեք այնտեղ, մենք մի ժամանակ դուք չեք հիշի, դե դուք քաղաքից չէ, փուրթուլ ունենք Սայաթ-Նովայի վրա, փուրթուլի պես նստեք, ծամոն ու սեմուշկա ծախեք, արևածաղիկ չէ, սեմուշկա, սա առայժմ այսքանը, այս գործի վերաբերյալ, բայց Խաչատրյան Գագիկին մի ու շաբաթ իհարկե մեր մեկ այլ ծրագրերի, որը չի վերաբերում, ելի եմ ասում, այսօրվա եթերները ուրբաթ օր, ամեն ուրբաթ 20-ից 30, սա հակակոռուպցիոն կոմիտեում ավարտված այն վարույթներն էր, որոնք գնացել են դատարան, բայց բացի հակակոռուպցիոն կոմիտեից, մենք որևէ մեկի աշխատողը չենք, մենք ունենք մեր հակակոռուպցիոն բլոգը, մենք ունենք մեր սեփական հետաքննությունները եւ մի ու շաբաթ ներկայացնելու ենք մի անձի նամակ, որը ինքնասպան լինելուց առաջ է գրել, որը վերաբերում է մոնստրին, ու բնականաբար արդեն հասկացաք մոնստրը ով է, բացի դրանից ներկայացնելու ենք արդեն իսկ մեր կողմից ներկայացվելիք հանցագործության մասին հաղորդման շուրջը, որը վերաբերում է Խաչատրյան Գագիկ and Խնամի Company, սրանց մի նորմալ մարդ չկա, որ որտեղ կպնում ես, այնտեղ փուլ է գալիս, որոնք փորձել են ոմն Արմեն Տեր-Գրիգորյան դասախոս բալիկի միջոցով փողեր լվանալ Դեմիրճան հասցեով, սա այս ամեն ինչի մասին մենք խոսելու ենք անկախ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերից, այնպես որ սպասեք մի ու շաբաթվա մեջ շատ հետաքրքիր բացահայտումներ ա լինելու Ամիրխանյան Համլետի, այլ անձանց, որոնք իրենց մահվան մեջ մեղադրում են մեզ ծանոթ ֆիգուրանտների եւ խոսելու ենք բնականաբար, թե ինչ գումարներ են լվացվում հիմա Դեմիրճան 16-18 հասցեում եւ խոսելու ենք այդ գումարների տերերի մասին, ճիշտն ասած մեր զբաղվածությունը թույլ չէր տվել, որպեսզի մանրակրկիտ հաղորդում հանցագործության մասին ներկայացնենք հակակոռուպցիոն կոմիտե, բայց ձեզ խոստանում եմ, որ մի շաբաթվա մեջ դա կանենք եւ դրանից հետո մենք հետամուտ կլինենք, որպեսզի նախաձեռնված վարույթներ, իսկ վարույթները այսպես թե այնպես պետք է նախաձեռնվեն, որտեղ մենք փաստված ենք ներկայացնելու բոլորի գումարային շարժը, կապերը այլ երկրների հետ ցույց տալով։ Եզրափակելով ուզում եմ ասեմ, որ իրականում շատ մեծ ցավ եմ ապրում, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ Երևան քաղաքում, եւ իմ համար շատ ցավալի է, որ այսօր մեր քաղաքը, որին մենք բոլորս սիրել ենք, որին մարդիկ երգեր են նվիրել, որին մարդիկ ոտանավորներ են նվիրել, որին Թամանյանն իր կյանքն է նվիրել ու սարքել էր ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որը ժամանակին միշտ համեմատում էին Փարիզի հետ, հա, իր այդ հնգաձև կառուցվածքը եւ այլն հրապարակը վերևից որ նայում եք, այսօր ինքը դարել է մի հատ կներեք քրդի վերմակ, ամենտեղ մի կտոր, ով ինչ գտել է, արագ շենք է կառուցում, բացառապես կորցնելով Երևան քաղաքի դեմքը։ Սա ինձ համար շատ ցավալի է եւ մենք դեռ անդրադառնալու ենք։ Ինչ ասեմ, բարին ընձես, հուսամ, որ հետաքրքիր էր, ցանկացած հարցերի պատրաստ ենք պատասխանել։ Շնորհակալություն։